Նոր կազմավորվող հայոց բանակի համար հրետանին օդ ու ջուր էր, հրետանավորը պահանջված մասնագիտություն, սակայն Գագիկ Մարգարյանի հայ հրամանատարի տեսակն առավել պահանջված էր, խստապահանջ ու կարգապահ ռազմական գործերում և ընկերական ու չափազանց համեստ ու մարդամոտ կյանքում։ Ակվել են աչքերը հավիտյան կրանով, Հարսնուանի սուրմալու պիտլիսի շելով, Ակվել են աչքերը հավիտյան կրանով, Եգի դաշնակներով պասկի դուժապեր, Էսի կոչել մաղցի կշիր սարնի վեր, Ձայնի կոկաչերի կրաստ է ասմոն ռաղամ է, Գագիկ Մարգարյանը մասնակցել է Երասխի, Դրամբոնի, Մեջշենի, Մաղավոզի, Մատաղիսի, Տոնաշենի, Հակոբ Կամարի, Հադրութի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ասա, տիտանի տղեկը գալիս են բոլորը։ Մատ քախտր դենես։ Պարտավորին կիշելու յուրաքանչյուրին անհատական ձևով։ Սամոնովը։ Մենք էլ այս համամ ունեցանք հաջողություն։ Ասա Սամոն։ Մատ ներգու բարով լրացրու քո այդ կենացը ցավատանը։ Գագո ջան, լավ եր։ Գագո։ Գագո։ 1993 թվականի դեկտեմբերից Գագիկ Մարգարյանը Մարտակերտի ճակատի հրամանատարն էր, սակայն արդեն մեկ ամիս անց հունվարին հրամանատարը պետք է գումարտակը դուրս բերեր Հակոբ Կամարիի դիրքերից, որպեսզի հարավում միանար 5-րդ բրիգադին։ Դիրքերը հանձնելուց հետո նկատում են, որ նոր դիրքապահները չդիմանալով ադրբեջանական հարձակմանը փախչում են։ Գագիկ Մարգարյանը համապատրաստից մարտը ընդունելու հրաման է տալիս։ Առաջին հակահարվածից հետո սկսվում է առաջխաղացումը։ Անտառում մի պահ կանգ են առնում։ Բոլորը խոտերին են պառկում, միայն հրամանատարը որոշում է կոճղին նստել։ Դիպուկահարի կրակոցով ավարտվում է Գագիկ Մարգարյանի երկրային կյանքը։ Չորս կորմդ անդուդ է, ճամպերքած պակված, երկնքում սևումուտ, ամպերքուտ ակված, Կոնեքիտ հայկական, շելներըտ նկված, Ոջանով չեսնալի, Գագիկ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, Մարգարյանի անունով է կոչվում Վեդիի թիվ 1 դպրոցը։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։